Նաև ուզում եմ շատ կարճ նաև խոսել, ճիշտ է մենք մեկ ամիս առաջ հենց այս տաղավարից խոսում ենք նրա մասին, որ եթե թոշակները սա փորձում է խափի չնայած բյուջեի քննարկման ժամանակ ասում է 10,000 դրամ բարձրացնեն, որ ինչ անեն, հետո տեսավ արձագանքը, հետո փորձեց այդ 10,000 դրամով կաշառել, այսպես ընտրակաշառքի տեսքով, ես ուզում եմ շատ կարճ խոսել նրանում, որ ասում ենք, որ քթներից բերելու է, չէ՞ այդ մարդկանց, մեր կանխատեսումները իդեպ իրականացավ, մտեք խանութները եւ տեսեք թանկացումները, մտեք ուրեմն կրպակները եւ տեսեք թանկացումները ինչ թանկացումներ ա եղել, այսինքն այդ 10,000 դրամ այդ կոպեկները, որ տալիս ա մեր հայրենակիցներին, տասնապատիկ անգամ քթերից բերելու է։ Այդ 10,000 դրամով անգամ այն նվազագույնը 36,000-ին, որ 10,000 դրամ ավելացնում է դառնում 46,000 դրամ, իդեպ նաև այս վերջերս էլի հրաշք ղեկավարությունը իր վրա միլիարդավոր դոլարներ դուրս գրեց, դրամներ դուրս գրեց, էլի պարքեավաճա, դե լավ են, չէ՞ աշխատել, լավ են աշխատել, հագին տարածք տվել են, բան են արել, ասֆալտից կերել են, ընդեղես են արել, բանա, իրանք ասում են, որ մենք փայլուն ենք աշխատել, արտաքին հարաբերությունները ընտիրա, շրջակա միջավայրը ընտիրա, կրթությունը ընտիրա, սաղ ընտիրա, դե որ սաղ ընտիրա բերեք հլա, շուշուտ մեզ միլիարդավոր դրամներ դուրս գրենք, հիմա հերթական միլիարդներ իրանց վրա դուրս գրեցին եւ ինչ արեցին, մի հատ թանկացումներին մի հատ մեծ ալիք է բարձրացել ու էլի այս ալիքը շարունակվելու է թանկացումների։ Հետո չասեք սիրելի հայրենակիցներ, որ չենք ասել։ Մեկ ամիս առաջ այս տաղավարում ասել ենք 10,000 դրամը մեր հայրենակիցների քթերից բերելու է եւ այս մարդը գնում է այդ ճանապարհով։ Այդ ճանապարհում է գնում պետական պարտքն ավելացնելով 14 միլիարդ 500 միլիոն դոլարի հասնելով 14 միլիարդ 500 միլիոն դոլար սիրելի հայրենակիցներ 6 միլիարդով ընդունել է 14 միլիարդ 500 միլիոն, հեսա մի քանի ամսից էլ 15 միլիարդին արդեն կհասնի։ Պետական պարտքը, չասեք մենք չենք տալու, մեր սերունդներն են տալու, չասեք դուք չեք տալու, տնտեսվարողի քթերից է բերելու այս ամեն ինչը։ Եվ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ մեր պարագայում անպայման է թոշակները ոչ թե 10,000 դրամով, այլ մի քանի 10,000 դրամներով, ոչ թե մի քանի հազար դրամով, այլ նվազագույն կենսաթոշակից մի բան էլ ավել պետք է լինի, առնվազն մի 100,000 դրամ, առնվազն մինիմալ թոշակ պետք է ունենա մեր հայրենակիցը, 100,000 դրամից պակաս պետք է թոշակ չունենա մեր հայրենակիցները, որ գոնե ծայրը ծայրին հասեն, դա մինիմալի հետ կապված է, ուսուցիչները, որ էլի ամիսներով աշխատավարձ չեն ստացել, բայց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ աշխատավարձների բարձրացում ա եղել, էլի ա լինելու աշխատավարձի բարձրացում, էլի ա լինելու, ուրեմն այն նպաստառու մեր հայրենակիցները, որոնք նպաստառու են եւ ծայրահեղ ծանր վիճակի մեջ են, շատ եք ինձ դիմումներ ուղարկում, ասում եք մեզ էլ ցուցակից հանեցինք, մենք հանապազորյա հացի խնդիր ունենք, այդ հարցերը վերանայվելու են սիրելի հայրենակիցներ, անպայման պետք է վերանայվեն այդ բոլոր այդ հարցերը պետք է վերանայվեն եւ մեր հայրենակիցները պետք է արժանապատիվ այո աշխատավարձ ստանան, այո արժանապատիվ թոշակ պետք է ստանան, այո արժանապատիվ պետք է ապրեն ոնց որ արժանապատիվ ապրել են, այո այս ճանապարհը որ ասում եք ճանապարհ են կառուցել, դուք ճանապարհ չեք կառուցել, դուք Ռոբերտ Քոչարյանի կառուցած ճանապարհների վրա ընդհանրապես փողեր եք լվացել, այդ կառուցած ուրեմն կամուրջների վրա ընդհանրապես փողեր եք լվացել, այդքան թունել, այդքան պողոտաներ, այդքան կատարած աշխատանք, Գյումրին, Աղետի գոտում, այս տարիների ընթացքում մի հատ տուն չեք սարքել, խոսում եք Աղետի գոտ, դուք Գյումրի գնալու երես ունեք, դուք Գյումրի գնալու երես ունեք, Տիկին Թովմասյան, մի հատ շենք սարքել են այս ընթացքում։ Ո՞վ է սարքել, այդ մոր չեն ուզում չէ ասել։ Չէ, դե երևի այդ տները օդից է, չէ, բանը, օդից է կառուցվել, բանը արել։ Այս սարքումն էլ անհարմար է զգում ասել։ Դե անհարմար զգալ գիտեք որն է, որ ես իհարկե համեստությունը լավ բան է, բայց մեր ժողովուրդն էլ պետք է այդ աշխատանքը գնահատի։ Աղետի գոտում բնակարաններ են կառուցել, սա նման չեն ասել, որ եթե մեզ չընտրեք, այդ 16 միլիոն ծրագրերը պետք է վերանայվեն։ Ոչ մի վերանայում էլ չի լինելու։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ գյուղերում ոչ միայն սահմանամերձ գյուղերում, այլ տարբեր Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ֆոնդային հողերից տրամադրվելու են, բնակարաններ են կառուցվելու, այդ բնակարանի բանալիներն էլ հանձնվելու են, անապահով ընտանիքներին հանձնվելու են, մեր զոհվածների ծնողներին հանձնվելու են այդ բանալիները, այն ընտանիքները, որ մի քանի երիտասարդներ ունեն եւ
ամուսնանալու խնդիր ունեն, որովհետև բնակարան չունեն, հանձնվելու են այդ բանալիները հանձնվելու են իրար, ոնց որ ժամանակին հանձնվել են այդ բնակարանի բանալիները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։